Բարև ձեզ սիրելի բարեկամներ, քննարկում հաղորդաշարի շրջանակներում այսօր զրուցելու եմ Էկոատոմ գիտաարտադրական միավորման տնօրեն Գագիկ Մարտոյանի եւ Խազեր հասարակական կազմակերպության տնօրեն Արամ Կապրելյանի հետ։ Ողջունում եմ պարոնք։ Ասեմ մեր հեռուստադիտողներին, որ մեր այս եթերի առիթը հանդիսացավ պարոն Մարտոյանի հետ վերջերս արված հաղորդումը, որտեղ մենք խոսում էինք ատոմակայանի եւ ատոմակայանի տիպերի հնարավորությունների մասին, այնտեղ շոշափեցինք նաեւ թափոնների թեման, ուստի այսօր ուրեմն փորձենք խոսել թափոններից եւ հենց ատոմակայանի թափոններից սկսենք։ Պարոն Գաբրելյան, համեցեք։ Շնորհակալություն Ռավերի համար, իսկապես հաղորդումը ամբողջությամբ շատ հետաքրքիր էր, նկատի ունենալով ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարը Հայաստանում, տարբերակները, որին կարելի է առանձին անդրադառնալ, բայց իսկապես թափոնների խնդիրը շատ կարևոր է։ Ինչու՞։ Այն ժամանակ, երբ ատոմակայանը կանգնեցվեց, 1989 թվականին, դեռ սովետական միությունն էր, վերաբացվեց արդեն անկախ Հայաստանում 1995 թվականին։ Վերաբացման ժամանակ խնդիրներ էին առաջացել, որ պետք է Հայաստանի կառավարությունը եւ ընդհանրապես Հայաստանի պատկան մարմինները կառավարչություն իրականացնեն ատոմակայանի նկատմամբ։ Մինչ այդ ամեն ինչն արվում էր միութենական մագարտակով, փակ ձեռնարկություններ եւ այլն։ Այնտեղ խնդիրներից մեկը, երկու կարևոր խնդիր էր, որին ես մասնակցել եմ, որովհետեւ այն ժամանակ բնապահպանության նախարարությունում էի աշխատում, մթնոլորտի պահպանության բաժնում, խնդիրը կայանում էր նրանում, որ պետք էր թույլտվություն տալ արտանետումների, ռադիոակտիվ արտանետումների, այդպիսի ընթացակարգ Հայաստանը, անկախ Հայաստանը չուներ, եւ մյուս կարևոր խնդիրը թափոնների հարցն էր, որովհետեւ արդեն Հայաստանը պետք էր, եթե մինչ այդ ամբողջ կառավարումը արվում էր կենտրոնից, ես նկատի ունեմ համամիութենական կենտրոնից, ապա պետք էր Հայաստանում դա արվեր։ Եվ ներողություն, ես մի այսպիսի հարց եմ ուզում տալ։ Ես որքան հիշում եմ այդ ժամանակահատվածում, բոլոր հանրապետություններում, որոնք արդեն անջատվել են Խորհրդային Միությունից, իրավական բազան օգտագործում են Խորհրդային Միության, նույնիսկ կարծեմ օրենք կար, որ եթե մենք չունենք սեփական ակտեր, ապա պիտի գործեն միութենականները։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև մենք դրան առնչվեցինք, բայց ատոմակայանի հետ կապված ռադիոակտիվ նյութերի։ Մինչ այդ ես պետք է նաև տեղեկացնեմ դիտողներին, որ բնապահպանական գերատեսչություն սովետական միությունում առաջինը ստեղծվել է Հայաստանի սոցիալիստական հանրապետությունում 86 թվականին, միութենականը ստեղծվեց 88-ին, այսինքն մենք 2 տարի եղել ենք զուտ, այսպես ասած, հանրապետական մագարտակի պետական գերատեսչություն։ Այլ դա հետաքրքիր հանգամանք է։ Դրա շնորհիվ մենք բոլոր հնարավոր ակտերը անկախ բավականին անկախ, իհարկե նաև այդ ժառանգությունն ունենալով, սովետական ժառանգությունն ունենալով, մենք նաև մերը ստեղծեցինք։ Ու ատոմակայանի վերագործարկման ժամանակ դա նշանակություն ունեցավ իմիջիայլոց, դա հետաքրքիր հանգամանք է, բայց խնդիրը հետևյալն էր, երբ որ 85 թվականին որոշվեց ատոմակայանի երկրորդ բլոկը վերագործարկել, ես հատուկ ուզում եմ շեշտել, եթե մենք այսօր խոսում ենք ասում ենք ունենք ատոմակայան, մենք ունենք ատոմակայանի կեսը, այսինքն առաջի բլոկը չկա, առաջի բլոկի վերացման առեղծված քննարկման առարկա է, տարբեր կարծիքներ կան այդ բնագավառում, ինչու մենք առաջի բլոկը վերացրեցինք, եթե իմ կարծիքն է դա, որ կարելի էր միանգամայն վերագործարկել, որովհետև բլոկը չէր վնասվել երկրաշարժի ժամանակ։ Հիմա գալով թափոններին, երկրորդ խնդիրը, ինչպես ես ասեցի, դա թափոնների կառավարումն էր։ Թափոնները մի քանի տեսակ են, որպեսզի չխառնել,
օգտագործած վառելիքը մի բան է, դա թափոն չի, դա օգտագործած վառելիք է, որը ինչպես հաղորդման մեջ պարոն Մարտոյանը նշեց, դա կարող նույնիսկ մեծ արժեք ունի եւ կարելի է, եթե ասենք արագ նեյտրոններով աշխատող ատոմակայանը, ասենք գործնական դառնան, ասենք լայն կիրառություն, մենք կարող ենք ասենք, որ բավականին հարյուրամյակների վառելիք ունենք այդպիսի ատոմակայան աշխատածություն, դա էլ մի հեռանկար է։ Ինչ վերաբերում է թափոններին, ինչ մյուս թափոններին, դրանք ուրեմն կան կոշտ թափոններ, թույլ եւ մի կիսով չափ ակտիվ եւ ամենակարևորը հեղուկ թափոններ։ Հեղուկ թափոնների խնդիրը կարևոր է, որովհետեւ դրանք ունեն ուրույն առանձնահատուկ հատկություններ, որ անպայման դրա վնասազերծում ասենք առայժմ պետք է ինչ-որ ձևով իրականացվի եւ Մարտոյանից մոտ ես այդ հանգամանքներ, որ ես ծանոթացա, այն ժամանակ չէր կոչվում էկոատոմ, արև, հա, գիտարդրական ձեռնարկություն արև էր կոչվում, ամրոց, հա, ամրոց ներողություն, հա, ամրոց, ես այն ժամանակ ծանոթացա հենց այդ առիթով, որ այդ կազմակերպությունը ունի տեխնոլոգիա, որով կարող է մշակել այդ հեղուկ ռադիոակտիվ թափոններից մշակել օգտահանման եղանակով, այսինքն թափոնը ոչ թե վնասազերծել, որ ուղղակի վնասակարություն չունեն ինչ-որ ձևով պահել, այլ ընդհանրապես օգտակար նյութեր հանել, որոնք արժեք ունեն։ Ու դա շատ կարևոր էր, որովհետև մինչև այսօր էլ մենք այսօր խոսում ենք վնասազերծման մասին, օրինակ վնասակար թափոնների մասին, չէ՞, որ խոսում ենք։ Շատ քիչ ենք խոսում, որ դա պետք է ուղին լինի օգտահանման ուղին։ Եվ այդ կապակցությամբ ես ճիշտ ասած ցանկացա, որ նաև դուք որ հրավիրեցիք, ես ցանկացա, որ պարոն Մարտոյանն էլ մասնակցի եւ ավելի մանրամասներ ներկայացնի այդ թափոնների օգտահանման մեթոդիկայից, այո։ Ոչ միայն մեթոդիկայից եւ հեռանկարայնությունն է ամենակարևորը, որ մենք այսօր էլ կարող ենք դա անել։ Ինչ խոչընդոտներ ունենք, դա իրականացնելը։ Խոսքը ձեզ, պարոն Մարտոյան, դուք փաստորեն ունեք ձեր մշակած մեթոդը, կիրառել եք այն, այսինքն դա փորձնական փուլ անցել է, եւ ինչ հեռանկարներ, ինչ հնարավորություններ է դա մեզ տալիս։ Ինչպես նշեց պարոն Գաբրելյանը, այդ մենք մեր տեխնոլոգիան ամենասկզբից կիրառել ենք ատոմակայանի ռադիոակտիվ ջրերի օգտահանման վրա։ Այդ աշխատանքները մենք կատարեցինք մոտ 2 ամիս։ Երբ էր 94-95 թվերին։ Աշխատանքները կատարեցինք մոտ 2 ամիս տեղի ունեցավ ընդունում հանձնումը աշխատանքների։ Բարեհաջող ձևով դա ընդունվեց, բայց հետագայում շարունակություն չգտավ, որովհետև օգտահանման ժամանակ մենք ստանում ենք այդ բավականին բարձր ակտիվություն, այսօր աշխատանքները սկզբից դադարեցրեցին, որովհետև բարձր ակտիվության պահեստարան ատոմակայանը չուներ։ Որոշում կայացվեց, որ պետք է դիմվեր ազգային ժողով այդ հարցի լուծման համար։ Այնտեղից էլ պատասխանել են, որ այս նոր ատոմակայան կկառուցվի, այնտեղ այդ նկատի կունենանք բարձրակցության պահեստարանի այդ խնդիրը։ Ու քանի որ էլ ոնց այսպես ասած ուրիշ տենց կիրառելուց ոլորտ չկար, մենք արդեն նույն տեխնոլոգիան ցեցինք կիրառել մակրոնյութերի ստացման, այդ հանքանյութերից այդ հազագույն մետաղների կորզման ու նաև ոչ ռադիոակտիվ թափոնների մշակման համար մշակում ասելով նկատի ունեմ օգտահանում նորից տեխնոլոգիան զարգացվեց եւ նույն տեխնոլոգիայի վրա կառուցվեց կայանք, որտեղ մենք ստանում ենք այդ կարողանում ենք աստղաջրածներ ստանալ արդեն գրաֆիտ եւ նույնիսկ նանոգրաֆիտ։ Նանոգրաֆիտը ինքը ունի բավական մեծ կիրառություններ աշխարհում եւ բավականին թանկ է։
Այսինքն մենք կոպիտ ասած այդ վնասակար աստղաջրածներից կարելի ասել այդ աղբից կարող ենք ստանալ նանոգրաֆիտ, որը ամենաէժան գինը կիլոգրամի մոտավորապես $70 է։ Ну Ինչ միավորին։ Կիլոգրամ։ Այդ տեխնոլոգիան հիմա այդ արդեն պարոն Գաբրիելյանը կարող է ասել, լայն կիրառություն կարող է ունենալ նաև ինչպես նայրիտի թափուների մշակման ժամանակ, նաև այդ արդեն հայտնի է մեր մոտ այդ աղբանության հետ կապված խնդիրները, որը նույնպես պարոն Գաբրիելյանը ավելի մանրամասն կարող է ներկայացնել։ Շնորհակալություն, մենք հիմա կանդրադառնանք այդ հարցին, բայց ես հարց ուզում եմ ընդհանուր տալ պարոն Գաբրիելյան։ Այդ տեսեք, պարոն Մարտոյան ունի տեխնոլոգիա, որ վնասակար, վնասազերծման ենթակա թափոններից, որին վրա ընդամենը պետք է ծախս անել, որպեսզի նա մեզ չխանգարի, փաստորեն մենք ստանում ենք օգտակար եւ թանկարժեք նյութեր։ Ես բազմաթիվ այդպիսի պատմություններ կարող եմ պատմել ամբողջ Հայաստանի տարածքով տարբեր մասերով, որ չգիտես ինչու այդ գործընթացները տեղի չեն ունենում, կանգնում են տարբեր պատճառներով։ Հիմա տվյալ դեպքում պարոն Մարտոյանը ասում էր բարձր ակտիվության պահեստարանի բացակայության հարցը, միտեղ ուրիշ հարցեր, չգիտեմ, Նուբարաշենում ուրիշ հարցեր, Նայրիտում ուրիշ հարցեր, բայց միևնույն է, այս բոլոր դեպքերի ընդհանուր գիծը եթե քաշենք, դա կառավարման անշնորհքություն ասեմ, անհասություն ասեմ, տգիտություն ասեմ, որովհետև պարզ չի, չկամություն ասեմ, որովհետև միշտ չի, որ այդ ամբողջը կարելի է զուտ անգրագիտության հետ կապել կամ վատ կառավարման։ Այդ խնդրեմ այդտեղից սկսեք պատասխանել, ինչու են մեր մոտ այդպիսի պատմությունները բազմաթիվ։ Չափազանց կարևոր հարց եք տալիս, որտեղ իսկապես ես ձեր մոտ էլ ելույթներ եմ ունեցել, միշտ ակնարկել եմ, որ տեխնոլոգիայի խնդրեմ չկա։ Ամեն ինչ կարելի է տեխնոլոգիական լուծումներ կարելի է գտնել։ Ամեն ինչ ասելով մեծ մասամբ խնդիրներ, որը այսօր աշխարհի առաջ են ծառացել նույնիսկ այդպես ասեմ։ Ինչու չի լուծվում։ Այստեղ ես ուրույն կարծիքն ունեմ, իմ փորձից ելնելով նաև, ամենակարևորը որ դուք տալիս եք, իսկ ով է շահառուն։ Չէ՞ որ պետք է շահառու լինի, իրական շահառունով է։ Ձեռնարկությունը շահառու է այս կամ այն ձեռնարկությունը շահառու է շահույթի նպատակ հետապնդելով։ Կառավարությունը շահառու է բյուջե շատ գումարներ բերելով։ Իրական շահառուն իրականում դա այն սպառողն է, որը իրականում նա հարկատուն է, բոլոր տիպի հարկերը սպառողն է տալիս վերջի վերջը։ Այս նա ներգրավված չի այս գործի մեջ։ Չհամաձայնում եմ ձեզ հետ, որովհետև այդ դուք նշեցիք պետությունը կամ կառավարությունը, որոնք որ շահագրգռված պետք է լինեն բյուջեի լցման, տարբեր եղանակներով բյուջեի լցման հետ։ Եկեք ու տեսեք, որ ակնհայտ բաց այսպես եղանակներ, որոնցով կարող էր այդ բյուջեն շատ լիներ, օրինակ հանքարդյունաբերության մեջ կիրառվեր այդ միջազգային օրենքը մասնաբաժման եւ այն որ հանածոների հանված հանածոյի ասենք կեսը դա գնում էր պետության սեփականություն եւ այլ բազմաթիվ այդպիսի բաներ կան, որ կամ այս տեխնոլոգիան որ ասում է, չէ որ այս տեխնոլոգիայի արդյունքում այդ բարձր ակտիվության այդ նյութերը իրենք պահանջարկ ունեցող նյութեր են, չէ։ Իհարկե։ Այսինքն դրանք բավականին թանկարժեք նյութեր են եւ եթե այդ պահեստը լիներ, Հայաստանի պետությունը կունենար մի ինչ-որ նյութ, որը որ կարող էր վաճառել միջազգային շուկայում։ Այսինքն այստեղ պետք չի միայն տանել, ես համաձայն եմ ձեզ հետ, որ կարելի է տանել դեպի հասարակություն, որպես էկոլոգիայի սպառող։ Էկոլոգիա ամեն ինչի,
ամեն բայց ինչի պետությունը եւս չէ շահագրգռված պիտի լինի գոնե մեր նույնիսկ սահմանադրությամբ, եթե բնապահպանությունից ենք խոսում, նույնիսկ սահմանադրությամբ, ու ես համաձայն եմ այդ հոդվածին, մի քիչ էլ մասնակցել եմ, 12-րդ հոդվածը նորից կարդացեք, պետությունը խթանում է շրջագա միջավայրի պահպանությունը, այդ էլ մի սխալ, շրջագա միջավայրն ու բնությունը տարբեր բաներ են, ինքը խթանում է, պարտավորությունը կրում է այն, ինչպես որ գրված է յուրաքանչյուր ոք, ու դա ճիշտ է, բայց եթե պարտավորություն է կրում յուրաքանչյուր ոք, այդ յուրաքանչյուր ոքը, ոչ թե ընդհանուր ժողովուրդը, այլ յուրաքանչյուր ոք, այդ յուրաքանչյուր ոքը ինչ լծակ ունի, թե կառավարչական, որ դուք ակնարկեցիք, թե ֆինանսական, այսինքն այն կարողությունները, որով ինքը կարողանա պատվիրատու լինել պետությանը, պետությանը պետք է պատվիրատուին ձևավորել, ես ոչ թե մեղադրանքի համար եմ ասում, այլ ստացվել այնպես, որ պետությունը իր բնական լիազորություններից բացի, իր վրա վերցրել է լիազորությունը, որ չի կարող կատարել, արդեն այստեղ գալիս ենք մանրամասներին, ինչու պիտի, ասենք, վարչական ծառայողը, որ աշխատավարձ է ստանում, շահագրգռված լինի մի բանի, որ եթե լավ չստացվեց, ինքը մի բան էլ պետք է վարչական տուժի ենթարկվի։ Ես գրոտեսկ եմ բերում, բայց ես դրան այսինքն եթե ոչինչ չանի, ավելի ապահով եւ ավելի վիճակում կլինի, եթե հանկարծ կատարի եւ ինչ որ բան իհարկե։ Այս պահից, այսինքն ընդհանուր մեծ հաշվով շահառուն այն մարդիկ են, որոնք սպառում են, թե օգտվում են նորմալ բնական միջավայրից, թե օգտվում են այն բարիքներից, որ ստեղծվում են իրենք իսկ։ Հանրային մասնավոր, որ ասում են, նույնիսկ տեսեք, նկատեք, հանրային մասնավորը public-private partnership է։ Հայկական բառարաներում թարգմանած է պետություն մասնավոր համագործակցություն։ Պետություն, այսպես է մեր նույնիսկ օրենսդրություն պետությունը շահառու չէ եւ պետությունը ոչ թե պիտի համագործակցի իմ կարծիքով կարող է շատ այսպես քննադատելի կամ վիճաբանելի հարց եմ ասում, բայց պետությունը պետք է խթանի ծառայություն մատուցի գումարի դիմաց, որը ինքը ստանում է սպառողից հարկատուն էլ համարում են նա, ով որ վճարում է, վճարողը հարկատու չի, հարկատուն նա է, որը այդ հարկերը վերջի վերջո սպառման ժամանակ վճարում է, վերջին նույնիսկ ամենաաղքատ մարդը, որ գնում է խանութից հաց է առնում, ինքը այդ հարկերը մուծում է փաստորեն։ Այդ բանը ոչ միայն գիտակցել է պետք, դա պետք է համակարգային դիտարկել եւ մտածել ինչպես դա հաղթարել։ Հենց Նուբարաշենի օրինակը, որ բերեցիք, ինքը չափազանց ցայտուն օրինակ է, ինչպես կարելի է ոչ թե ակնհայտորեն, բառացիորեն absurd էր դա։ Ավելի լավ կլինի հիշեցնենք մեր հերոսնադիտողներին ծայր Նուբարաշենի պատմությունը։ Չգիտեմ ինչքան ուժ ինքը շատ հետաքրքիր ծրագիր է, այն իմաստով շատերը ինձ ասում են ինչու ես անընդհատ դա ակնարկում այդ ծրագիրը, ինքը շատ հատկանշական է այդ տեսակետից, ուրեմն դա ակահարվել է կլիմայական կոնվենցիայի շրջանակներում, Կիոտոյի արձանագրությունը, որ ընդունվեց 1997 թվականին, դա այսպես է, սովորաբար գործարար հատվածը եւ շահագրգիռ հանրային հատվածը միշտ հետևում են այդ գործընթացներին, բանակցություններին, ես եղել եմ այն ժամանակ կլիմայական կոնվենցիայի ազգային համակարգողը, ես ակտիվ մասնակցել եմ այդ Կիոտոյում նույնիսկ այդ երբ որ ընդունվում էր այդ արձանագրությունը, արդեն այնտեղ զգացվում էր հետաքրքրությունը գործարար հատվածի, որ ժամ առաջ սկսել գործընթացներ, որ առաջնեկային լինեն այդ գործընթացը տանելու։ Եվ ընդամենը մի տարի անց, երբ դեռ չէր ընդունվել չէր վավերացվել ոչ Հայաստանի կողմից, ոչ Ճապոնիայի կողմից Կիոտոյի արձանագրությունը, արդեն 4-րդ կողմերի համաժողովին Բուենոս Այրեսում, Արգենտինայում, այնտեղ
դրված են մի քանի նախագծեր, մենք էլ ենք ներկայացրել մի քանի նախագծեր, որ կարող են այդ Կիոտոյի արձանագրության շրջանակներում արվեն։ Այդ նախագծերը առանձնահատկություն ունեն։ Հայաստանը չունենալով արտանետումների կրճատման պարտավորություն, ջերմոցային կարծրի արտանետումների պարտավորություն, իրավունք ունի կարող է այդ արձանագրության համագործակցել զարգացած երկրների հետ, զարգացած երկիրը կատարում է ներդրում մեր երկրում, օրինակ, մենք որպես զարգացող երկիր, Ճապոնիան զարգացած, ներդրումներից ստացած կրճատումները արտանետում իրեն են վերագրում, դա փող արժի, դա շուկայական արժեք ունի։ Այդ նախագիծը առաջնեկային նախագիծը, նաև Ճապոնիայի առաջնեկային նախագիծը նշեմ, որ սկսեց արվել Հայաստանում։ Հայաստանում 3 նախագիծեր իրենց հետաքրում, Երևանի ջեկը, իմիջիալոց շատերը չգիտեն, ջեկի այս նոր կառուցված ջեկի հիմքում Կիոտոյի արձանագրությունն է դրված եղել, հետո փոխվեց մի քիչ, բայց Նուբարաշենը եւ Անդարները։ Նուբարաշենի դեպքում նրանք եկան Հայաստան, սկսենք ուսումնասիրել, մինչ այդ էլ եղել էին ուսումնասիրություններ եւ ցույց տվեցին, որ դա այն ծրագիրն է, որ ճապոնական կողմը եթե ներդրում է անում, ինքը վերագրում է իրեն արտանետումների կրճատումը, որտեղ մենք չունենք պարտավորություն, դա այդպես նախագիծ է։ Եվ այդ նախագիծը ուրեմն Հայաստանի օգուտը պետք է լինի այն, որ էլեկտրականության արտադրության դեպքում նաև Հայաստանը ստանում է այդ էլեկտրականության վաճառքից կեսը, այն մյուս կեսը ստանում է ճապոնական կողմը, որ ծածկի ծախսերը։ Այդ ծախսը, այսինքն ամենակարևորը Հայաստանի կողմից, Հայաստանի ասելով Երևանի քաղաքապետարանի կողմից որևէ ներդրում չի հազվում այդ ծրագրում, ուղղակի տրամադրվում է աղբավայրը, որ այդ ծրագիրը ընթանա։ Այդ ծրագիրը ընթացավ, հաստատվեց, բայց պայմանագիրը կնքման պահից արդեն որոշ աշխատանքներ մոտ $1 միլիոն աշխատանք կատարվել էր, ստոպ տրվեց էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ստոպ տրվեց, թե այստեղ ռիսկեր կա։ Ռիսկ ուղղակի շատ է այդ մասին խոսվել, չասեմ։ Այնտեղ որևէ ռիսկ հայկական կողմը չէր կրում։ Ռիսկը կրում էր միայն ճապոնական կողմը, սակայն այդ ռիսկին նրանք գնում են եւ այլն։ Այդ process-ը կանգնեց եւ գործը հասավ նրան, որ նույնիսկ կառավարության մագարտակով դա սկսեց մերժել։ Մինչեւ այսօր հիմնավորում թե ինչու մերժեցին չկա։ Ուղղակի կիսով չափ ստիպված են ընթացք տալ այդ ծրագրին, ինչու։ Որովհետև ճապոնական կողմը նոտա էր, պետական նոտա է ուղարկվել Հայաստանի կառավարությանը, որ եթե ինձ թույլ չտվեցին կոպի անել, մեր արտգործնախարարություն, բայց ես ինքս կարդացել եմ, դրվում էր միջկառավարական վստահության հարց, եւ ստոպ տվեցին ճապոնացիները, թե սպառնացին, ստոպ տվեցին, ես որքան հիշում եմ, տեցի ֆինանսավորը, միայն այդ դեպքում ասեն լավ թող կատարեն, բայց այնպես արեք տեղում վարչական մարմինները, այնպես արեք, որ ճապոնացիները իրենք հրաժարվեն այդ ծրագրից, պատկերացնում եք ուր հասավ, բայց միևնույն է, ծրագիրը ընթացավ, դա մանրամասներ են, եւ հիմա կան ծրագրի ինչ էր տալու մեզ այդ ծրագիրը, այն որ պետք է ծածկված, եկող աղբը ծածկվեր, ուրեմն դրենաժային համակարգով գազը վերցվեր, այնտեղ խմորում է տեղի ունենում, մեթան գազ է առաջանում, CO2-ի փոխարեն, այրել եւ էլեկտրականություն ստանալ։ Էլեկտրականության բլոկը մերժեցին։ Լավ, արեք, այսպես պայմանը այսպես էր դրված։ Արեք այդ ծրագիրը, միայն ստացեք վառելիք ուղղակի այրեք, մեթանը թող CO2 ստանա, բայց էլեկտրականություն հանկարծ չարտադրեք։ Ինչու, այ մի հատ բացատրեք, որ ինչուին ես տրամաբանությունից դուրս է։ Իհարկե դուրս է։ Տրամաբանությունից դուրս է, որովհետև ես ինքպես ասեցի, նորից եմ կրկնում, որովհետև այնտեղ ուրիշ շահեր կան։ Այն շահերը, որի մասին որ դուք ասեցիք ու ես ասեցի, որ շահառուն պիտի մասնակից լինի, այդ հարցը նույնիսկ մենք շոշափեցինք ճապոնացիներին համոզեցինք, դա շատ հետաքրքիր հանգամանքներում էր։ Ինչու, որովհետև կոնսորցիում էր Hokkaido Electric, Mitsui եւ Shimizu։ Shimizu-ն ընթացքն էր տանում կոնսալտինգ կամպանիար։ Այդ պայմանը, որ հայկական կողմը դրեց, Mitsui-ն եւ Hokkaido Electric-ը դուրս եկան կոնսորցիումից, Shimizu-ն էլ նստած փորձագիտական
սեղանի շուրջ քննարկում ենք, ասում են դե ինչ անենք, մենք է պետք է դուրս գանք, ինչ ենք անում, եթե ներդրումներ չեն էլ վերադառնում այն փոքր ներդրումները։ Այսինքն ես ճիշտ հասկացա ձեր ակնարկից, որ խնդիրը էլեկտրականություն ստանալ չստանալն էր եւ հայկական կողմը իդեմս քաղաքապետարանի ճիշտ եմ հասկանում։ Այո։ Դեմել որ այդ մեթանը, որ պիտի ստացվեր այդ աղբավայրից, ծածկած վիճակում դառնար էլեկտրականություն, ինչը շահագրգռում էր Ճապոնիային անել այդ ներդրումները։ Շահագրգռում էր, բայց ոչ միայն դա, ու հենց գալիս ենք նրան, որ մենք սեղանի շուրջ նստած քննարկում ենք ինչ անել այս վիճակում, քանի որ նախագծով նախատեսված էր Իսկ ով էր քաղաքապետ այդ ժամանակ, ինչի էր Երևան Զաքարյանը, պարզ ասենք, Երևան Զաքարյան, ես փաստաթղթա այն ինչ որ ասում եմ, ես դուք գիտեք, ես փաստաթղթային եմ սիրում խնդիրները դնել, սեղանին պատրաստ եմ դնել։ Հա, երբ որ այդպիսի բան քննարկման ժամանակ մենք քանի որ նախագիծը այսպես էր, մի տարի պետք է էլեկտրականություն չարտադրվեր, որ տեսներ վերջին հաշվով հետ եկած գազը որքան է, ինչ կայան է պետք դնել, մի տարի մոնիտորինգի տարի էր։ Մենք ասեցինք, եկեք, քանի որ այսքան գոնե մենք հաղթահարել ենք, որ ամբողջ նախագիծը չի մերժվում, այլ բան, եկեք սկսենք, մի տարվա ընթացքում մենք խնդիրներ կլուծենք։ Բայց այդ ժամանակ, այդ ընթացքում նաև մենք սկսեցինք քննարկել, աշխարհում էլ է նույն վիճակը։ Ամեն ուրեք Ուզբեկստանում նման խոչընդոտներ կան։ Ու մենք ասենք, որ մենք ունենք ինովացիոն գաղափար, ու այդ գաղափարը այդտեղից է գալիս այն իմ տեսակետից, որ շահառուն պետք է մասնակից լինի։ Եվ պայմանավորվեցինք, եւ այդ պայմանավորվածությունը սկսեց ընթացք ստանալ, որ այն արտանետումների կրճատումը, որ միայն այրումից է լինելու, դրա մի տոկոսը իրանք ուղղակի նվիրեն մեզ, մենք այդ տոկոսի վրա ստեղծենք քաղաքացիական շրջանառու հիմնադրամ, որի մասին ես էլ եմ ասել, որ այդ հիմնադրամը դառնա ոնց որ բյուրեղացման կետ, որ այդ դրա շնորհիվ շահառուն մասնագիծ դառնա այդ ամեն ինչին, որ հաջորդ էտապին արդեն էլեկտրականությունով էլ եկած գումարի հաշվին է բաները եւ Երևանի քաղաքացիները դառնան այդ ամբողջի, այսպես ասած, տերը, դիրություն անողը։ Դա ֆանտաստիկ էր թվում, բայց ճապոնացիները շատ դուր եկավ եւ իրենք առաջարկեցին, որտեղ այդպիսի մի քանի փորձ իրենք ունեին իրենց մոտ եւ ասեցին, որ իրենք պատրաստ են նույնիսկ եթե այդ գործընթացը գնա, իրենց բաժնամասները կդնեն այդ հիմնադրամին, իսկ գումարը հետևյալն էր $300,000 յուրաքանչյուր կողմին էլ էլեկտրականության ցանցին վաճառքից, որտեղ դա նաև բիոգազ է առաջացած է, ցակագներով բանով հաշվարկած ստացվում է €300,000։ Դա բավական գումար էր, որ սկսվեր տեսակավորում եւ ամենակարևորը հեռանկարն ինչն էր դրա, որ մենք 23 թվականին մինչեւ մենք չենք ունենա աղբավայր տանելու աղբ, այսինքն ամբողջը օգտահանելով, այսինքն հենց աղբը ումն է, աղբը բնակիչներն է, ըստ էության բնակիչների սեփականությունն է, բնակիչները տիրելով իր սեփականություն համապատասխան այդ ընթացակարգով կարող են ուրեմն մասնակից դառնալ, իհարկե հեշտ գործ չի, դժվար գործ է, ֆանտաստիկ դժվար գործ է, բայց առանց դրան ես այսօր չեմ պատկերացնում, որ Նուբարաշենի հարցը։ Դե հիմա գիտեք, որ Նուբարաշենում նորից արտակարգ իրավիճակ է, հրդեհներ են եւ այդ հրդեհների մարելու վրա հսկայականների հետ ապում կամ չեմ կարողանում մարել։ Հիմա այսպես այդ էներգիայի փողով է տալիս։ Քաղաքապետարանը թե երևանցիները։ Իհարկե երևանցիները։ Ահա, ես դրան եմ բերում։ Այսինքն շահառուն երևանցիներն է։ Դրա համար քաղաքապետարանը քավության նոխազներ է փնտրում։ Նայեք, բայց էլի ինձ համար միևնույն այնքան աբսուրդ է այդ իրավիճակը։ Աբսուրդ է։ Մենք աբսուրդում ենք։ Տեսեք, չստացված եկամուտի համար, պետության չստացված եկամուտի համար մարդկանց դատում են, ես չգիտեմ, քրեական էտապ ընդում են սկսում։ Միթե այս առումով չկա քրեական գործ, որը պարզի, թե ինչու Երևանի քաղաքապետարանը հրաժարվեց տարին։ Կա, գիտեք։ Շատ ես վերհիշեցի։
Ազգային ժողովի վերահսկիչ պալատը Այո։ Իշխան Զաքարյանը, որտեղ Երևան Զաքարյանը հետաքրքրվեց շատ այդ հարցով, լավ, որտեղ իրեն էլ էր հատկապես, լավ էլեկտրականություն ինչու թույլ չտվեցին անել։ Հələ ինձ բացատրեք։ Ասում եմ բացատրություն չունեմ, մի հատ հետաքննություն արեք։ Հետաքննություն արվեց եւ կա որոշում, որով էս ամեն ինչ որ ես ասեցի, այդ որոշման մեջ գրած է։ Դա ինչ արդյունքը գիտեք ինչ եղավ։ Ազգային ժողովում ելույթից հետո Իշխան Զաքարյանին արդեն սպառնացին, որ գործս կհանեն։ Գիտեք, հիշում եք այդ պատմությունը, երբ որ աղբահանության մասին, դա վաղուց պատմություն է, 13 թվականին էր կարծեմ։ Հա, ինչ որ ես կարող եմ այդ որոշումն էլ ձեզ տրամադրել, այն ինչ որ ես պատմեցի, բայց այնտեղ էսպես է, ինչքան է տուժել Երևան, գրում է Երևանի պետ քաղաքապետարանը։ Ես էլ եմ ասում, քաղաքապետարանն է տուժել, թե քաղաքապետարանի բյուջեն ապահովող բնակիչները։ Նույնը իմիջիալուց Նայիրիտի հետ է հիմա կատարվում, ինքը շատ կարևոր խնդիր է։ Նայիրիտին կանցնենք գովազդային դադարից հետո, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, գովազդային դադարից հետո մենք շարունակենք մեր զրույցը։ Գովազդը հետևում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե,
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր հաղորդումը, հիշեցնեմ, որ զրուցում ենք Էկոատոմ գիտարարական միավորման տնօրեն Գագիկ Մարտոյանի եւ Խազարի հասարակական կազմակերպության նախագահ Արամ Գաբրելյանի հետ։ Պարոն Գաբրելյան, մենք նախորդ մասում կանգնեցինք Նայրիտի վրա, որովհետեւ Նայրիտը մի ամբողջ պատմություն դառավ, այսպես էպոպեա նախ իր կանգնեցնելը, հետո ուրեմն այդ պարտքերը ձևավորվել, աշխատավարձներ չվճարելը, թափոնները, հիմա էլ թափոնների վերացման հետ կապված խնդիրները։ Եվ պետք է նորից ասեմ, որ այնտեղ էլ կան լուծումներ, որոնք որ մեր համապատասխան մարմինները չեն ուզում կիրառել։ Այո։ Ասեմ, Նայրիտը լուծարման գործընթացը մինչև այդ հետո մի օր կխոսենք, այսպես ասած, ինչպես դա ստացվեց, որ այդ համակարգաստեղծ ձեռնարկությունը մենք գործրեցինք։ Հիմա ուրեմն լուծարման գործընթացը երբ որ սկսեց, խնդիր առաջացավ ինչ են անելու այդ մնացորդները։ Եվ այդ մնացորդները պահելու համար, անվտանգ պահելու համար բավականին գումար է ծախսվում, իմ տեղեկություններով մոտ $1 միլիոն տարեկան։ Եվ անընդհատ խոսում է ինչպես դա այդ թափոնները, քանի որ դրանց մի մասը վտանգավոր թափոններ են, դրա առանձին կարգավիճակը եւ այլն, ինչպես դրա հետ վարվել։ Միջազգային գործընթացներ կան թափոնների կառավարման հետ կապված, հատկապես Բազելյան կոնվենցիան, այսպես ասած, որ վտանգավոր թափոնները չի կարելի հեռացնել, ավելի շուտ խրախուսվում է տեղում մշակել, այսպես ասած, որովհետև անպայման այն տրանզիտ երկրների, տրանզիտի տակ գտնվող երկրների հետ պետք է համաձայնեցնել, սովորաբար այդ համաձայնությունները չեն տրվում եւ այլն, անընդհատ խնդիրը շարունակվում, զարգում եւ այս երևի մի տարի առաջ մոտավորապես, եթե ոչ մի քիչ առաջ, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին հայցով $60 միլիոն, որպեսզի այդ գործընթացը, այսինքն մաքրել տարածքը եւ չի ասված ինչ ան, բայց ոնց որ ես զգում եմ կառուցապատման տակ են ուզում տանել։ Ինչու, որովհետեւ անուղղակի փաստեր ունեմ, կարծես մի տեսակ ոնց որ ագանջ են բացում, որ կարող է այնտեղ այնպես մաքրեն, որ հետո կառուցապատման դնեն։ Դա հատկապես ինձ մտահոգեց այդ հարցը, ինչու կառուցապատման, այլ ոչ թե ասենք տեխնոպարկի ստեղծում, որովհետև Նայրիտի տարածքը դուք գիտեք, ինքը ինֆրակառույցներով հագեցած պատրաստ տարածք է, այնտեղ կարելի է միանշանակ լավագույն հասանելի տեխնոլոգիաներ տերմին է այդպիսին, որ բնապահպանական ուղղվածության տեխնոլոգիաների տեխնոպարկ այնտեղ դնել։ Եվ որպես օրինակ ես բերում էի նաև Մարտոյանի կազմակերպության, Էկոատոմի կազմակերպության այն տեխնոլոգիան, որով կարելի է այնտեղի օրինակ ամենաշատ կուտակված թափոնը, որը համարում է վտանգավոր թափոն, լակետինոլի մասին է խոսքը, որ կարելի է մշակել, օգտահանել եւ դրանից ապրանք ստանալ։ Եվ այդ տեխնոլոգիան ոչ միայն կա, նաև իրենք կիրառում են, չուն հենց լակետինոլի վրա էլ փորձարկած ունեն։ Օրինակ ես կառաջարկեի, որ այդ կապակցությամբ պարոն Մարտոյանը պատմեր այդ մասին, որ մենք ունենք մի քանի հավաք գիտությունների ակադեմիայի քիմիայի բաժանմունքի հանձնաժողովն է քննարկել, նաև տեղում, այնպես որ ես կարծում եմ, որ պետք է ուղին այդպիսին լինի, տեխնոպարկի ստեղծում եւ օգտահանում այն նյութերի, որոնք այնտեղ կան։ Համեցեք պարոն Մարտոյան, այս տեխնոլոգիայի մասին մի փոքր պատմեք եւ ինչ արդյունքի եք հասել։ Մենք տեխնոլոգիան նանոգրաֆիտի ստացման համար մշակել ենք ամենասկզբից մենք նանոգրաֆիտը ստանում ենք շատ մաքուր վիճակում այդ մեթանոլից։
հետագայում դա զարգացրեցինք, սկսեցինք ստանալ բանը շաքարավազից։ Դրանք այն նյութերն են, որ հասանելի են տեղում։ Դրանից հետո արդեն քանի որ երկուսն էլ աստղաջրածիներ են, մենք զարգացրեցինք եւ փորձեցինք ստանալ ցանկացած աստղաջրածիներից։ Դա կլներ մակուլատուրա, ասենք թղթի թափոններ, դա կլինի փայտի թափոն, թեփ, կլինի, ասենք, աշխատած յուղեր եւ այլն։ Ու այդ բաները մենք աշխատանքները կատարեցինք բավականին հաջող, հետո այդ խնդիրը ոչ թե ծագեց, մենք մեզ մատուցվեց, որ այս խնդիրը կա, կարող եք դա բանալ այդ հարցը լուծել։ Հենց առաջի փորձարկումները տվեցին շատ լավ արդյունքներ, հենց մենք շատ կարճ ժամանակում այդ ստանում ենք բան նանոգրաֆիտ բանից լակետինոլից։ Մեր ունեցած հնարավորություններով մենք կարող ենք օրական մինչև 1 տոննա այդ լակետինոլ մշակել նանոգրաֆիտ ստանալու համար։ Ինչպես ասացի, այդ նանոգրաֆիտը ինքը իրենից բավականին թանկ նյութ է ներկայացնում, դա օգտագործում է, ասենք, ցեմենտի հետ զերամոցը 5% խառնելուց հետո համարյա 2 անգամ իր ամրությունը բարձրանում է։ Դա այդ ասֆալտի մեջ եթե օգտագործում ենք, կյանքի տևողությունը մինչև 15 տարի է դառնում։ Այսինքն գործնական կիրառելու բավականին բաներ ունի այդ ոլորտներ։ Էլ չեմ ասում, որ դա հումք է գրաֆեն ստանալու համար։ Մեր ստացած նանոգրաֆիտի մեջ 15% արդեն գրաֆեն էր։ Իսկ այսօրվա դրությամբ գրաֆենը համարվում է այդ շատ հեռանկարային ոչ մենակ։ Այո, պահանջարկված նյութ է։ Կարող եք բացատրել էլի ես ուզում եմ հասկանամ, այստեղ տրամաբանություն չի աշխատում։ Լավ, դուք ունեք տեխնոլոգիա, իրենք ունեն թափոն, որից պետք է ազատվել, ինչու չի աշխատում մի հատ պայմանագիր, որով այդ նյութի, ուրեմն օգտակար նյութի վերածման պայմանագիրը չեն տալիս ձեզ եւ ուրեմն դուք էլ աշխատում եք եւ շահույթ եք ստանում։ Իրանք էլ ոչինչ չեն կորցնում։ Շահում են նրանով, որ մաքրվում են։ Մենք ոչ մենակ ունենք տեխնոլոգիա, ունենք նաև դրական արձագանքներ, սկսած այդ ակադեմիայից եւ առանձին ինստիտուտներից։ Ինչ եմ դա հատկապես նշում, որտեղ այսօրվա դրությամբ ավելի շատ ոչ թե տեխնոլոգիային են նայում, այլ ինչ ամրագրող թղթեր կան։ Շատ լավ։ Այսինքն նայել ունենք իմ հարցի պատասխանը ունեք։ Ես այդ հարցին նախորդ պատասխանը ես ուղղակի չկրկնեմ։ Շահերի բախում կա այստեղ։ Անգեղծ եմ ասում դա։ Չէ, բայց ո՞նց է շահերի բախում։ Ասենք օրինակ կառավարության համապատասխան ստրուկտուրաները, որոնց մեջ կան մարդիկ, ովքեր շահագրգռված կլինեին, այս կտուրը տալ կառուցապատման, ինչպես օրինակ ես ձեզ շատ փոքր, այսինքն մեծ խնդրի մեջ մի օրինակ բերեմ։ Այսօր իրենք $1 միլիոն ստանում են պահելու համար այդ լակետինոլը։ Եթե հանգած մշակի վերջանա այդ գործը, կլինեն մարդիկ, որ չեն ստանա, չէ՞։ Այդ $1 միլիոնը չի գա։ Ես ձեզ մի օրինակ բերեմ։ Հիմա կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում տեսեք ինչ է։ Քանի որ դա գնում է ընդերքից վառելիքը, աշխարհի մակարդակով եմ ասում, վառելիքից հրաժարվելուն, չէ՞։ Հանքային վառելիքից հրաժարվելու process է գնում։ Բանակցությունների թեման, այսպես է, just transition գաղափարն է անգլերեն ասում։ Ինչ է դա նշանակում։ Այն մարդիկ, որ նավթարդյունաբերության մեջ են աշխատում, ոնց պետք է ապահովել, որ նրանք շարունակեն ինչ որ տեղ աշխատել, հակառակ դեպքում պետք է նավթ արդյունահանեն։ Հասկանում եք ոնց է դրած խնդիրը։ Բայց նավթը ունի բացի վառելիքային նշանակությունից հսկայական քիմիական նշանակություն։ Միևնույն է, վերջի քիմիական նշանակությունը վերածվելու պլաստմասի ու լակետինոլի նման ինչ որ մի բանի, որը էլի խնդիր է ունենալու։
Ամբողջ աշխարհում ես այդ օրինակը բերում եմ նրա համար, որ ցույց տամ, որ սա միայն Հայաստանի խնդիր չի։ Հայկական ընդհանրապես կառավարչական համակարգը միջպետական եւ պետական այդպեսին է։ Պետություններով են ստեղծում, ոնց ովքեր են վարում։ Ես չեմ կարծում, որ սա այսօրվա քննարկման թեմա է, դա շատ ավելի ընդարձակ թեմա, բայց սա շատ լավ օրինակ է ցույց տալու համար։ Հիմա տեսեք, Կելի տանում եք ձեր ուղղությամբ, Ես բաղում ուղղությամբ, հիմա ասեք, բայց դուք կարող եք բացատրել տվյալ պետությունը հիմա որ գոյություն ունի իր կոռուպցիայով կամ ոչ կոռուպցիայով, իր տնտեսական շահերով, այսինքն դուք ուզում եք ասել, որ նրա այնտեղ ներգրաված մարդիկ, քանի որ շահագրգռված չեն, պետական կարևոր գործեր չեն լինում։ Շատ կարևոր բան է, այնտեղ ներգրաված մարդիկ։ Ատոմակայանից խոսեցինք, այն որ այսօր մենք ատոմակայան ունենք, այնտեղ ներգրաված մարդկանց ջանքերի արդյունքն է։ Պետք է ունենայինք մենք այդ ատոմակայանը։ Փակվել էր, չէ՞։ Քանի տարի ինչու չէր աշխատում։ Փակվել էր։ Այդ ջանքերով այդ մարդիկ ռեալ անձերը, որոնք քրտնաջան աշխատելով բերեցին նրան, որ մենք այսօր ատոմակայան ունենք, նրանք ասպարեզում չեն երևում։ Հասկանում եք։ Ասպարեզում երևում են նրանք, ովքեր որ խավության նոխազ են փնտրում, մեկի վրա գցեն, որ Նուբարաշենի աղբավայրը մեկը ինչ-որ լուցկի է տվել վառել։ Անընդհատ այնտեղ վառվում էր։ Մինչև հիմա ինչ էին անում։ Ամեն տարի Սևանից ջուր են բաստում, բոլորն է գիտեն, որ կորուստները 80% են, ով չգիտի, 80% կորուստ ունենք ջրում, բայց ամեն տարի մահանային բռնում, թե եղանակն է երաշտային, այս տարի երաշտային եղանակ ենք ունեցել, որ 30 միլիոն տոննա ներողություն խորանարդ մետր ավելացրեցին ջրթողները, ավելի հեշտ չի մահանա անել, որ բնությունը այսպեսին է, ջուրը բաց թողնել ու քանի որ տվյալ ջրի մեջ շահառու են գործարար հատվածը, որը բերք է արտադրում, իսկ ապակա սերունդների մասին ով է մտածում, թեև սահմանադրական նորմ է։ Նայեք, ինչ որ դուք ասում եք, ես հասկանում եմ եւ դրանց հետևում է, որ դա շատ բարդ ճանապարհ է պետք անցնել եւ ուզում եմ ներողություն խնդրել, բայց իմ փորձերը, այս փորձերը որ ձեր ասում լավ հասկանալի է, որ ձեր ասածը լավագույն լուծումն է այս խնդրի, բայց միթե ժանգոտած մեխանիզմի մեջ մի հատ ավելի հեշտ հասնող ինչ որ մեկի վարչական որոշմամբ կամ ինչ որ բանի ֆրագմենտար հնարավոր է, ֆրագմենտար խնդրի շուրջ ենք խոսում, չէ՞ հիմա։ Նուբարաշենը չպետք է ստացվեր։ Պատկերավոր ասած, երեսի զորով ենք բերել, որ ասել չեն ուզում, ամեն ինչ արեցին, որ ճապոնացիները հրաժարվեն, բայց այնքան ենք ընկերակցել այ անձնական հարաբերություններով։ Իրենք զարմանում են, իմիջիայլոց այդ Նուբարաշենի անհաղթարելի խոչընդոտ հաղթարելու համար մենք միջազգային բան ենք ստացել, գովասանագիր ենք ստացել, մեր լիազոր մարմնի անունով եկե, բայց իրենք շատ լավ հասկանում են այդ մաքուր զարգացման մեխանիզմը, որ իրենք շատ լավ գիտեն, որ սա անհաղթարելի էր։ Այս ոնց ստացվեց, որ այնպես որ այնպես չի, որ այդ անձերը չկան, բայց ինքը համակարգը սելեկցիա է անում այն ինչ որ դուք հարց եք տալիս։ Տեսեք, մենք էլ ենք ձեր մոտ խոսել ենք այն մասին։ Շահառուն խաղից դուրս է ու քանի հնարավոր է դուրս են հանում։ Համայնքների խոշորացում արեցին։ Այսօր կարող է գյուղը նախաձեռնություն ցուցաբերի։ Չի կարող, որովհետև գյուղը բան չի, այդ հանրային իրավունք կրող սուբյեկտ չի այլևս։ Միջ գյուղական, ավելի շուտ միջ բնակավայրին կուսակցակ կառավարում է ստեղծված։ Պետությունն է, հանրապետություն չի, կուսակցապետություն է, չէ՞։ Հիմա կուսակցությունները այնտեղ բան են անում, չէ՞, իրար հետ վիճում են։ Դուք իրենց վեճի մեջ ռացիոնալություն տեսնում եք, թե մի կողմի, թե մյուս կողմի։ Եվ կարող է այդ համակարգը վերևից եկող համակարգը ներքևում ռացիոնալ ընթացք տալ այդ ամեն ինչի։ Այսինքն մենք դատապարտված ենք քիչը ամբողջական լուծելու դժվար աշխատանքին, մնացած բոլոր կիսատությունները հնարավոր է։
Ես ինչու եմ, այսպես ասած, այս տարիքից հասած, շատերն են իմ ընկերներից հարցնում, Արամ, ինչ գործում ես, թորներով է, ծորներով է զբաղվի, ես ինձ թորներով, ծորներով եմ զբաղվում, այսօր ձեր մոտ հյուրընկալ եմ, հասկանալի է, վերադառնանք ուրեմն այդ բանին, փաստորեն կա տեխնոլոգիա նայրիտի պարագայում այդ վնասակար վտանգավոր նյութերը օգուտ ունենալու, կա տեխնոլոգիա, կա հնարավորություն, այնտեղ չտեսնված հնարավորություն, որ ոչինչ չանելով ուղղակի ուրեմն $300,000 ստանաս տարին, հա, կարծես թե։ Հա, տարեկան 300,000, 16 տարի շարունակ։ 16 տարի շարունակ 300,000։ 9 թվից։ Փաստորեն եւ չես անում այդ, հիմա նվարաշենում խնդիրներ են ու բարբերաբար ցակում են այդ խնդիրները, այստեղ էլ են խնդիրներ լինելու։ Չէ, խնդրեմ են, բայց ես տեսնում եմ հնարավորություն տեսնում եմ, շանս։ Որն է շանս։ Հենց այն շանսն է, որ եկեք մի հատ լավ նայենք այդ ձեր ասած խոչընդոտները համակարգային բնույթի իմիջիայլոց, որովհետև այսօրվա խոսակցությունից հանկարծ չստեղծի տպավորությունը, որ նախկիններն են, այսպես ասես, ներկաներն էլ այսօր չեմ տեսնում առաջընթաց այդ մասով, որովհետև նույն համակարգի մեջ են։ Տարբերություն չկա։ Օրինակ հնարավոր չէ ունենալ պետության ներսում մի հատ ստորաբաժանում, պետության ներսում չէ։ Այո, որը պատասխանատու ունի հենց այսպիսի խնդիրների լուծման։ Եկեք տեսեք ուր են բերում։ Եկեք հասկանանք պետությունը որն է, որ դուք ասում եք պետության ներսում։ Այդ կառավարչական մարմնի ներսում։ Այո։ Չէ։ Կառավարչական մարմնի ներսում, որը որ զբաղվում է պետության անարդյունավետությամբ։ Հիմա տեսեք, ես բերեմ ձեզ օրինակ հենց ճապոնացիների հետ։ Երբ որ այնտեղ խնդիրներ առաջացան, չէ՞ որ ըստ էության Ճապոնիայի մասնավոր կամպանիաներ եւ այս մեր մոտ ըստ էության պետական հանրային հանրային մասնավոր միջազգային համագործակցություն դասական դա նույնիսկ բանում Տոկիոյում երբ որ ռեկլամ էին անում այդ հանգամանքն էին նշում միջազգային հանրային մասնավոր համագործակցության սխեմա է սա հիմա տեսեք ինչ եղավ դուք ասում եք պետությունը պետության ներսում պետությունը ինչն է երկիրն ու պետությունը նույնն են չնայած ասում են ինչ որ մարդիկ որ հայրենիքը պետությունն է ինչ է որ մենք պետություն չունենք հայրենիք չունենք հայրենիքը պետությունը չի իմիջիայլոց հանրային մասնավոր համագործակցությունը պետություն մասնավոր չի դա պետք է լինի հանրային գործարար հատվածի մեջ որովհետև կարող է մասնավոր չլինի ինչու եմ դա ասում ճապոնական օրինակը շատ հետաքրքիր է երբ որ խնդիրը բարդացավ ու արդեն մերժում էին Տիգրան Սարգսյանի մագարտակով վարչապետը մերժում էին դեսպանատից եկել է Ճապոնիայի Հայաստանի դեսպանատունը Մոսկվայում էր եթե հիշում եք եկել է դեսպանի օգնականը հանդիպում է Տիգրան Սարգսյանի հետ ապշած դուրս եկավ ասես մերժեցին ու ինքն չի հասկանում ինչի համար մերժեցին Եվ դրանից հետո եղավ որ արդեն պաշտոնական նոտան, բայց մինչև պաշտոնական նոտան իրանք հրաժարվում էին ճապոնական պետությունը, ինչու էր հրաժարվում, որովհետև իրանք իրավունք չունի ճապոնական պետությունը միջամտել հանրային մասնավոր համագործակցության կոնֆլիկտների մեջ, պետությունը իրավունք չունի։ Ինչպես ստացվեց, որ իրանք միջամտեցին, դա էլ է շատ հետաքրքիր, մի փոքրիկ տրյուկ է դա կարծես թե, բայց դա էր, որովհետև որպես առաջնեկային ճապոնական ծրագիր պետությունը այնտեղ $400,000 էր տվել, որ ընթացք տրվի, խրախուսել էր այդ գործընթացը։ Այդ 400,000-ի համար իրանք առիթ ունեին, մենք այդ առիթն տվեցինք, մի քիչ գիտեք, էլի մի քիչ փորձում ենք ձևեր գտնել, այդ ձևը գտանք եւ իրանք համաձայնվեցին, եկան ու դրա հետևանքը եղավ այն, որ արդեն երբ որ դեսպանատան աշխատակցին մերժեցին, արդեն նոտա եկավ Ճապոնիայից։ Ինչու եմ ասում, ձեր հարցին եմ պատասխանում, պետության ներսում չէ, ինքը պետք է լինի արդա պետությունից դուրս, պետություն ասելով ես նկատում կառավարչական մարմին է։ Համընդհանուր կառավարչական մարմինը այդ տարածքի
ցանկացած սահմանման մեջ, պետության սահմանման մեջ, այնտեղ չկա որ հայրենիքը պետություն է։ Հայրենիքը այլ Դե հասկանալի է, բայց Դա եթե բարձր ձեր դա- տրամաբանությամբ ենք մոտենում, արդեն այն մեր հասկացողությամբ պետության, որ հիմա օգտագործում են, դրա իմաստն էլ է կորում։ Չէ, իմիջիալոց մենք ունենք առիթ։ Փարիզյան համաձայնագիրը, երբ որ Հայաստանը վավերացնում էր, մինչ Փարիզյան համաձայնագիրը մենք մեր տեսակետն էինք, բոլոր երկրները տեսակետ էին հայտնում, թե ինչպես է։ Մենք այդ մեր տեսակետի մեջ մտցրեցինք, որ նու գոնե այդ բնակավարում, բայց ինքը համընդհանուր է, որ պետք է պետությունը, կառավարությունը ձևավորի, խրախուսի, որ ստեղծվի քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ, որը պետք է հետևողականորեն համալրվի բնավճարներից, համակարգային ծառայությունից։ Իսկ ո՞րն է բնավճարը։ Դուք ընդերքի մասին ասեցիք։ Ընդերքի ռոյալտին, որ բանն է, չէ՞։ Ռոյալտին հենց ինքը նշանակում է սեփականատիրոջ, այսինքն ցարսկի նալոգ, չէ՞։ Սեփականատիրոջ հարկն է դա։ Այդ հարկը պիտի պետությանը գնա, թե սեփականատիրությանը, սեփականատիրին։ Սահմանադրության մեջ չկար կետ, որ պետությունը սեփականատեր է։ Քվեարկությունից առաջ սղոսկելով մտցրեցին 17 հոդվածի երկրորդ կետն, որ ընդերքնուչային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են։ Ինչու մտցրեցին դա։ Չկար նախագծում։ Դրանով այդ ամբողջ սահմանադրությունն է դառնում հակաիրավական, որովհետև առանցքում ամեն ինչի սեփականության Այո, բայց ես ուզում եմ բան անել, որ սա առանձին մի հատ խոսակցության թեմա է եւ այս առանձին խոսակցությունը կանենք։ Ես մի քիչ չարաշահ Մենք փորձեցինք ուրեմն բան անել, մի հատ հասկանալ տեխնոլոգիական լուծումների արկայություն կա եւ խնդիր չկա ընդհանրապես։ Ուրեմն ուղղակի կիրառման խնդիր կա, որովհետև մեր պետական կառուցվածքի առանձնահատկությունը նրանում է, որ դա նախ խոչընդոտում է բոլոր տեսակի օգտակար տրամաբանական գործողությունների։ Պարոն Մարտոյան, ուզում եմ վերջում ձեզ խոսք տալ, ես գիտեմ, որ դուք տարբեր տեխնոլոգիաների վրա եք աշխատում ձեզ մոտ, կան արդյոք ձեզ մոտ տեխնոլոգիաներ, որոնք կարող են էապես փոխել ուրեմն մեր էներգետիկ համակարգի վիճակը։ Այդ մասին էլի խոսացել ենք, էներգետիկա բնակավարում կան մշակումներ, ոչ մենակ այն անգամ որ խոսացինք վառելիքային էլեմենտների հետ կապված, մագնեզիում գրաֆիտի օգտագործման այդ համակարգը, որը շատ հեռանկարային է, կան նաև մի քանի ուրիշ տեխնոլոգիաներ, որ մեր մոտ արդեն զարգացել են եւ մոտ ժամանակներս նաև ներկայացնենք ցուցադրման։ Մասնավորապես ես մեկը նշեմ, դա վերաբերում է բարձր ճնշման թթվածնից էլեկտրոէներգիա ստանալուն։ Որ մինչև հիմա այդ խոսում էր մենակ ջրածնի մասին, բայց պարզվում է, որ թթվածինը նույնպես շատ հեռանկարային է էլեկտրականություն ստանալու համար։ Ու հանրությունը երևի գիտի այդ թթվածնի հետ կապված թթվածնի բալոնների պայթյունները, որը բավականին մեծ էներգիա է անջատում, այդ բալոնները իրենք մոտ 12 մմ հաստությամբ մետաղ կոնստրուկցիաներ են, որ կտոր է լինում։ Մեր մոտ մշակված է տեխնոլոգիա, որ կարողանում ենք կառավարել այդ էներգիան, դուրս բերելով ստանալ կամ մեխանիկական շարժում կամ էլեկտրականություն։ Դա շատ շուտով ցուցադրումը կներկայացնենք արդեն։ Եղավ, շնորհակալություն ձեզ, ես կարծում եմ, որ այո, մենք տեխնոլոգիական խնդիր չունենք, մենք խնդիր ունենք այդ կիրառության հարցերում ու ցավոք սրտի մեր պետությունը որպես համակարգ ինքը հարմարված չի այդպիսի տեխնոլոգիաները ի օգուտ հանրության օգտագործելու համար։ Ձեր ասելով դա իս սահմանման հնարավոր չի, որովհետև ինքը հանրությունը օտարված է այդ կառավարման համակարգից, որպես այդպիսին եւ լուծումը միայն առանձին այդպիսի շրջանառու
հիմնադրամների ստեղծումն է, որով հասարակությունը կսկսի մասնակցել բոլոր այդ խնդիրների լուծմանը առանձին։ Ես ում շնորհակալություն հայտնել ձեզ այս հաղորդման համար։ Ես կարծում եմ, որ հեռուստադիտողներին սա կհետաքրքրի անպայման, իսկ պարոն Գաբրիելյանի հետ մենք առանձին մի հատ հաղորդում նորից պետք է անենք այդ վերականգնելու համար հիշողության մեջ այդ շրջանառու հիմնադրամների հնարավորություններն ու առավելությունները, որովհետև մենք ձեզ այդ հարցազրույցները արել ենք տարիներ առաջ, դե չեմ սխալվում 4-5 տարի առաջ, Այո, կամ ավելի շուտ։ մենք երկու անգամ ենք արել, դա արդեն ես ունեմ լինքերը, կուղարկել Ամեն դեպքում նոր հաղորդումը ես կարծում եմ չի խանգարի։ Շնորհակալություն ձեզ եւս մեկ անգամ, սիրելի բարեկամներ, սրանով թույլ տվեք ինձ հաղորդումը ավարտել, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Էկոատոմ գիտահարտադրական միավորման տնօրեն ֆիզմաթետիկությունների տեխնացու Գագիկ Մարտոյանի եւ Խազեր հասարակական կազմակերպության փորձագետ այո նախագահ նախագահ չեմ փորձագետ եք Այո այսինքն Խազերը եւս փոխանցեք Պեկոդիսին չեմ փոխանցել երբեք նախագահ չեմ եղել շնորհակալություն ձեզ մասնակցության համար սիրելի հեռուստադիտողներ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հաղորդում